Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Մինչև այսօրվա թողարկմանը անցնելը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն հետևորդներին, ովքեր օգնեցին իրենց դիտումներով, իրենց մեկնաբանություններով, իրենց տեսանյութը կիսվելով եւ նշված ուղված հարցերով Կոնկորդ տեսանյութին հասցնելով մեկ շաբաթվա ընթացքում 42,000 դիտումի։ Ժամանակահատվածի ընթացքում ինչքան արագ է տեսանյութը դիտում հավաքում, այնքան բարձր է լինում դրա բարձրացությունը։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզանից ձեր ցուցաբերած բարձր վստահության եւ արագ արձագանքման համար, որովհետեւ տեսանյութի արագ դիտում հավաքելը շատ կարեւոր է։ Սիրելի հետևորդներ, այսօր խոսելու եմ Նեբիլետի մասին։ Բազմաթիվ հետևորդների խնդրանքով ինձ խնդրել էին Կոնկորդի տեսանյութից հետո անպայման նկարահանել տեսանյութ Նեբիլետի մասին։ Մենք իհարկե շատ դեղերի մասին ենք խոսելու, սակայն այսօր հերթը հասել է Նեբիլետին։ Հարգելի հետևորդներ, Նեբիլետը նույնպես պատկանում է այն դեղաբանական խմբին, ինչին պատկանում է կոնկորը, այսինքն բիսապրալոլը։ Երկուսն էլ ունեն զարկերակային բարձր հիպերտենզիան կարգավորող, բարձր ճնշումը իջեցնող ազդեցություն։ Նեբիլետի ազդող նյութն է նեբիվալոլ, թողարկվում է 5 մգ դեղաչափերով, բայց բացի 5 մգ դեղաչափերից այն նաև ունի կոմբինացված համադրություն, այսինքն թողարկվում է նեբիլետի, նեբիվալոլի եւ միզամուղի հետ միասին։ Դրա համար սիրելի հետևորդներ, երբ որ դուք դեղատանը, դեղագետից կամ դեղագործից խնդրում եք, որ ձեզ տա նեբիլետ եւ մասնագետը ձեզ հարցնում է, որ նեբիլետը սովորականը թե միզամուղովը, այս հարցից մի զարմացեք։ Նեբիլետը ցուցված է հետեւյալ դեպքերում. զարկերակային բարձր ճնշում, քրոնիկ սրտային անբավարարություն եւ սրտի իշեմիկ հիվանդություն։ Սիրելի հետևորդներ, այս տեսանյութը դիտեք շատ ուշադիր եւ դիտեք մինչեւ վերջ, որովհետեւ ամենավերջում ես ձեզ ասելու եմ կոնկորի եւ նեբիլետի շատ կարեւոր տարբերության մասին։ Սիրելի հետևորդներ, ինչպես կոնկորը, այնպես էլ նեբիլետը եւ շատ ու շատ զարկերակային ճնշումը իջեցնող դեղանյութեր, որոնց մասին մենք կխոսենք այս հաղորդման շրջանակներում, այսինքն դեղորայքային տեղեկատուի շրջանակներում, բավականին արագ ու լայն սպառում ունեն Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում, որովհետև սրանք իրենց կենսամատչելիությամբ, տեղաբանական ազդեցությամբ եւ թողած բարձր էֆեկտիվությամբ կարելի ասել առաջին հորիզոնականն են զբաղացնում կամ ավելի ճիշտ կլինի միտքը ձևակերպել top 10 դեղերի շրջանակներում են նրանք, որովհետև ցուցաբերում են հիանալի ազդեցություն եւ զուր չի այն, որ մեր կարդիոլոգները, այսինքն սրտաբանները, մասնագետները, նույնիսկ թերապևտները այս դեղամիջոցները այսքան շատ են նշանակում։ Դե ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում բարձր զարկերակային ճնշում ունեցողների թիվը այդքան էլ քիչ չէ։ Դեղամիջոցի կանոնավոր օգտագործումը 1-ից 2 շաբաթվա ընթացքում իջեցնում կարգավորում է զարկերակային ճնշումը։ Եթե բժիշկը ձեզ նշանակում է 4 շաբաթ անդադար ընդունում, արդեն գալիս է ստաբիլ վիճակի։ Իսկ դեղի վերջնական ազդեցությունը, թերապևտիկ ազդեցությունը մարդու օրգանիզմում հասունանում է 1-ից 2 ամսվա ընթացքում։ Հարգելի հետևորդներ, նեբիլետը կլինի, կոնկորը կլինի, թե որևէ այլ զարկերակային ճնշումը իջեցնող դեղամիջոց, ես ձեզ խնդրում եմ եւ միևնույն ժամանակ պահանջում չզբաղվել ինքնաբուժությամբ։ Եթե հարկ է լինում, որպեսզի զարկերակային ճնշման դեղը փոխարինվի մեկ այլ դեղամիջոցով կամ լինի դոզաների կորեկցիա, այսինքն դոզայի փոխարինում բարձր ցածրի կամ հակառակը, սա բացառապես կատարում է ձեր բժիշկը, անգամ դեղատան աշխատողը, դեղագետը, որ ունի բարձրագույն բժշկական կրթություն, նույնիսկ դեղագետը իրավունք չունի փոխարինելու սրտի կամ ճնշման որևիցե դեղ։ Իմացած եղեք, ինչու եմ սա շեշտում, որ ինձ նորից մեկնաբանություններում չգրեք, չհարցնեք, կարող եք կոնկորը փոխարինել նեբիլետով կամ նեբիլետը կոնկորով։ Ես չեմ պատասխանի այդ մեկնաբանություններին, որովհետև արդեն տեսանյութի ժամանակ ասեցի, որ դրա իրավունքը նույնիսկ ես չունեմ, որովհետև ես սրտաբան չեմ մասնագիտությամբ։ Դա անում է բացառապես ձեր բժիշկը։ Այն մարդը, ով զբաղվում է ձեր զարկերակային ճնշման կարգավորմամբ եւ սրտի հետ կապված մի շարք այլ խնդիրներով։ Նեբիլետը նվազեցնելով
Միոկարդի թթվածնի պահանջարկը սրտի հետ կապված նաև կարգավորում է կամ ավելի ճիշտ բառով կլինի ասել նվազեցնում է ստենոկարդիայի ժամանակ առաջացող նոպաների ռիսկը, ինչպես նաև ցուցաբերում է հակաառիթմիկ ազդեցություն։ Հարգելի հետևորդներ, նեբիլետը նշանակվում է օրական 1 հաբից 1 անգամ անկախ ուտելուց, բացառապես բժշկի ցուցումով։ Կախված հիվանդի պաթոլոգիական վիճակից, բժիշկը իրավունք ունի նշանակելու 5 միլիգրամի կեսը, այսինքն 1/2-ը ստացվում է 2.5 միլիգրամ, իրավունք ունի նշանակելու 10 միլիգրամ, այսինքն 5 միլիգրամը դարձնելով զույգ դեղահաբերով։ Բացառապես բժշկի ցուցումով, իսկ եթե այդպիսիք չկան, ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Եթե սովորաբար նշանակված է 5 միլիգրամից օրական 1 անգամ, տուփի մեջ էլ 28 դեղահատ է, սա լրիվ նորմալ է։ Եթե բժիշկը կատարում է դոզայի իջեցում կամ բարձրացում ժամանակավորապես կամ մշտական, դրա իրավունքը բացարձակապես ունի նա։ Իհարկե դուք որպես պացիենտ եւ հիվանդ կարող եք հարցնել բժշկին ինչու, որովհետեւ յուրաքանչյուր հիվանդ իրավունք ունի իմանալու, թե ինչ բուժում է նշանակվում իրեն եւ ինչի համար։ Եթե պացիենտը 65 տարեկանից բարձր է եւ ունի երիկամային անբավարարություն, ապա նեբիլետը թույլատրվում է կիրառել միայն 2.5 միլիգրամ դեղաչափերով, այսինքն 5 միլիգրամը կիսելով, դեղահաբի 1/2 մասով։ Եթե պացիենտը ունի խրոնիկ սրտային անբավարարություն, ոչ թե սուր սրտային անբավարարություն, որովհետև սրանք տարբեր են, ապա նշանակվում է նեբիլետի ցածր դեղաչափերով, այսինքն 2.5 միլիգրամից սկսած, աստիճանաբար դեղաչափը բարձրացնելով եւ երկարացնելով բուժման տևողությունը, բացառապես սրտաբանի հսկողության ներքո։ Հարգելի հետևորդներ, ինչպես յուրաքանչյուր դեղորայք, բացի վիտամիններից ու հավելումներից, որոնց թիվը այդքան էլ շատ չէ, կապված կողմնակի երևույթների հետ, նեբիլետը նույնպես ունի կողմնակի երևույթներ, բայց ես մի շատ կարևոր ինֆորմացիա եմ ուզում ձեզ տալ, որ կողմնակի երևույթներին պետք չէ հիվանդագին վերաբերվել, որովհետև յուրաքանչյուր դեղի կողմնակի երևույթ հենց դեղի կողմնակի ազդեցությունն է, որովհետև առանց դրա դեղորայք պարզապես արտադրվել չի կարող։ Սխեման հետևյալ կերպ է ընթանում, երբ որ դուք դեղը խմում եք եւ օրինակ ենթադրենք տվյալ դեղը ունի կողմնակի երևույթներից առաջացնող գլխացավ եւ դուք ունենում եք գլխացավ, ժամանակի ընթացքում դա անցնում է, հետո նորից է գլուխ բարձրացնում, հետո նորից է անցնում, դա լինում է դեղի կողմնակի երևույթը, ապա իմացած եղեք, որ դա հավերժ շարունակվող սիմպտոմ չէ։ Որ պահին դեղի ընդունումը դադարեցնում է բժիշկը կամ դեղը փոխարինում է մեկ այլ դեղահաբով, որը տվյալ դեպքում չի ունենա հենց այդ կողմնակի երևույթը, որը ձեզ մոտ արտահայտվում է, այն իսպառ վերանում է։ Եվ իմացած եղեք, որ դեղի կողմնակի երևույթը երբեք չի կարող առաջանալ բոլորի մոտ, որովհետև բոլոր դեղերի ներդիր թերթիկներում, որտեղ նշվում է պաբոչնի էֆեկտի կողմնակի երևույթներ, այնտեղ նաև նշվում է, թե որ կողմնակի երևույթը քանիսից քանիսի մոտ է առաջանում։ Նշվում է 10-ից 1-ի, 100-ից 1-ի, 1000-ից 1-ի, 10,000, 100,000 եւ 1 միլիոնից 1-ի։ Այնպես որ կողմնակի երևույթներին, եթե իհարկե խոսքը վերաբերվում է սիրտանոթային համակարգի հետ կապված դեղերին, կողմնակի երևույթներին վերաբերվում ենք նորմալ։ Իսկ եթե շափից շատ անտանելի է լինում տվյալ կողմնակի երևույթը, ելի դիմում եք ձեր բժշկին, խնդրելով դոզան վերանայել կամ փոխել դեղաբանական խումբը կամ դեղորայքը։ Նեբիլետի կողմնակի երևույթներից նյարդային համակարգի կողմից արտահայտվում է գլխացավ, գլխապտույտ, շշմածություն եւ թուլություն։ Նշվում է ոչ հաճախ, ըստ դեղի ներդիր թերթիկի։ Մարսողական համակարգից ելի ոչ հաճախ առաջացնում է փորլուծություն, փորկապություն եւ հազվադեպ դեպքերում առաջացնում է մետեորիզմ։ Ես ուշադիր կարդացել եմ, մետեորիզմը կարող է առաջանալ 1000-ից 1-ի մոտ։ Իսկ սիրտանոթային համակարգի հետ կապված ոչ շատ հաճախ կողմնակի երևույթներից կարող է առաջացնել բրադիկարդիա։ Սրա դեպքում ելի տեղյակ եք պահում ձեր բժշկին, որպեսզի նա փոխի դեղը մեկ այլ դեղամիջոցով։ Իսկ ամենավերջում սիրելի հետևորդներ, ձեզ տեղեկացնեմ կոնկորի եւ նեբիլետի տարբերության մասին, չնայած որ իրենք ունեն նույն դեղաբանական խումբը։ Կոնկորի տարբերություն նեբիլետի ավելի արագ է ազդում սրտի զարկերի հաճախականությունը իջեցնելու վրա եւ ցուցաբերում է նաեւ հակառիթմիկ ազդեցություն,
Նեբիլետը նույնպես ցուցաբերում է հակառիթմիկ ազդեցություն, սակայն ի տարբերություն կոնկորի, նեբիլետը ավելի դանդաղ է ազդում, լայնացնելով արյան անոթները, բայց միևնույն ժամանակ արագ կերպով կարգավորում եւ իջեցնում է զարկերակային ճնշումը։ Էլի ցուցաբերում է հակառիթմիկ ազդեցություն, սակայն ի տարբերություն կոնկորի քիչ է ազդում մարդու նյութափոխանակության վրա։ Հարգելի հետևորդներ, կոնկորի եւ նեբիլետի տարբերությունը, որը որ ես ցիտեցի, սա շատ նորմալ երևույթ է, բայց խնդրում եմ ինձ մեկնաբանություններում չհարցնեք։ Հիմա որն է ավելի լավ, կոնկորը թե նեբիլետը, որովհետեւ պատասխանը լինելու է մեկը։ Երկուսն էլ լավ դեղամիջոցներ են, երկուսն էլ իրենց ուրույն ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա։ Եկեք հաշվի առնենք մի պարզ ճշմարտություն, մի պարզ փաստ, որ մարդկանց օրգանիզմները անհատական են, այսինքն ինդիվիդուալ են։ Մարդկանց օրգանիզմների եւ ազդման մեխանիզմը դեղի տարբեր է ֆարմակոկինետիկան, այսինքն դեղի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Սրանք շատ կարևոր նյուանսներ են եւ եթե որևէ դեղորայք, ենթադրենք նեբիլետը խմել են 5 հոգի, 5-ից 4-ին օգնել է, 1-ին ոչ, պետք չէ դա դարձնել ողբերգություն։ Նույնն էլ վերաբերվում է կոնկորին եւ առհասարակ մնացած բոլոր դեղամիջոցներին։ Այնպես որ եթե ընտրությունը կանգնի կոնկորի եւ նեբիլետի մեջ, ընտրությունը պարտադիր ու բացառապես կատարելու է միայն ձեր բժիշկը։ Այսքանը սիրելի հետևորդներ, ինֆորմացիան նեբիլետի մասին։ Հուսամ տեսանյութը ձեզ դուր եկավ եւ այս տեսանյութը նույնքան արագությամբ կհավաքի պահանջվող թե բաժանորդների քանակը, թե դիտումների քանակը եւ մեկնաբանությունների ու լայքերի քանակը, ինչքան հավաքեց կոնկորը։ Շնորհակալ եմ ձեզանից, լավ մնացեք։ Մենք էլի հանդիպելու ենք։